Այնքանով, որքանով ճիշտ կլինի, ելի եմ ասում, ես մեր ժողովրդից եւ հանրությունից ոչ մի գաղտնիք չունեմ, բայց կան դիվանագիտական նրբություններ, որ պետք է պահեմ։ Բնականաբար բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են։ Նախ ես ուզում եմ մենք մեկը միշտ արձանագրենք օկուպացված տարածքների հետ կապված խնդիրը, մենք ասել ենք եւ այդ դրա վերաբերյալ արդեն ունենք իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ երկու երկրներում սահմանազատման գործընթացում այդ խնդիրները կլուծվեն, որովհետեւ ելի եմ ասում, սա շատ հստակ արձանագրում է եւ մենք դա արել ենք դեռ շատ վաղուց, այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինել։ Մենք հետևականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով եւ 1991 թվականի Ալմատի հռչակագրի հիման վրա ճշգրիտ արձանագրելու ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Սահմանազատման եւ կապուղիների թրիփի իրագործման հարցում կա լրացուցիչ մի նրբություն, որտեղ սահմանը երկար է եւ սահմանազատումը բնականon ճանապարհով բավականին երկար կտևի, իմիջիայլոց ասեմ, որ սահմանազատման հանձնաժողովները իրենք նաեւ հերավար աշխատում են, որովհետեւ տարբեր փաստաթղթեր են արձանագրությունների նախագծեր են մշակում եւ այսինքն ամենօրյա աշխատանք գնում է, իրականում սահմանազատումը շատ մանրամասն եւ բարդ գործընթաց է եւ դա շարունակվում է եւ շարունակվելու է։ Կապուղիների մասով, հաղորդակցությունների մասով մենք ունենք ըմբռնում, որ այս պարագայում մենք սահմանազատման գործընթացը մի փոքր այլ կերպ պետք է կազմակերպենք։ Այն հատվածներում, որտեղ պետք է անցնենք երկաթուղի, խողովակաշար, էլեկտրահաղորդման գիծ, այդ հատվածում ենթադրենք իրեն պետք է 500 մետր լայնությամբ տարածք։ Մենք 1.5 կիլոմետր առնվազն պետք է նախ սահմանազատում եւ սահմանագծում անենք, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ կասկած չլինի, թե միլիմետրի ճշտությամբ սահմանը ճշտենք, նոր իրականացնենք կապուղիների հետ կապված հարցերը, բնականաբար քննարկել ենք նաեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված հարցեր, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման։ Քաղաքական դաշտում քննարկումներ կան, որ մինչև ընտրություններ, Հայաստանի խորհրդարանական ընտրություններ գուցե ստորագրվի եւ Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Դուք ունեք այդպիսի զգացողություն։ Ես ունեմ այսպիսի օրակարգ զգացողությունը այս պահին զգացողության մասին ոչինչ չասեմ, որովհետեւ գիտեք ինչ, հիմա ոչ թե կապված է այդ օրակարգը, կապված էր նրա հետ, օրակարգի մեջ էր նաև դեկտեմբերին ստորագրելը, հունվարին ստորագրելը, հոկտեմբերին, նախորդ տարվա ապրիլին, որովհետև մարտին արդեն ավարտել էինք բանակցությունները, այնպես որ աշխատելու ենք։ Շատ կարևոր էր Աբու Դաբիում էլի եւ դա հաճելի պահերից մեկն էր, շատ էական տնտեսական բովանդակություն է հայտնվել մեր խոսակցություններում։ Եվ մենք քննարկում էինք, թե տնտեսական ինչ նախագծեր կան, որ ունեն փոխադարձ հետաքրքրություն, ընդ որում երկկողմ առևտրի մասին է խոսքը գնում, շատ կարևոր մի արձանագրում, որ ես կարծում եմ ամենահարմար ձևաչափն է, որովհետև ես մտածում եմ, որ գործարարներին հրավիրենք եւ այլն, այս թեման արձանագրելու համար, բայց կարծում եմ սա ամենահարմար ձևաչափն է։ Տեսեք, բոլորս գիտենք, որ Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղային կապ գործում է եւ անխոչնդոտ է գործում, բայց շատ կարեւոր է արձանագրել, որ Հայաստանից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը նույնպես բաց է։ Եվ ես տպավորություն ունեմ, որ մեր բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը, որովհետև ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները արդեն պիտի մտածեն արտահանումներ։ Պարոն վարչապետ, որ ասացիք ուղիղը եւ անխոչնդոտ նկատի ունեք Ադրբեջանից Հայաստան ուղիղ սահմանահատում է եղել։ Չէ, գնացքը դե Վրաստանով է։ Այո, հիմա եթե առևտրաշրջանառությունը լավ է, եթե խոսում ենք հաստատված խաղաղության մասին, չի քննարկում արդյոք ուղիղ սահմանահատման հնարավորություն։ Դե բայց էլի եմ ասում, երկաթուղին պետք է կառուցվի, չէ, երկաթուղի չունենք մենք այս պահին, որ ուղիղ սահմանահատում
Ավտոճանապարհով, ավտոճանապարհով էլ քննարկում, այդ քննարկումները կան, կլինեն, դուք գիտեք, որ մենք առաջարկել ենք նաև, որ Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, բայց ես միտքս ավարտել։ Հիմա մենք Աբու Դաբիում եւս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանից կարող են երկաթուղով Վրաստան, քանի դեռ այս թուղին է գործում, Վրաստան, Ադրբեջան եւ շարունակություն դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Չինաստան իրականացվել արտահանումներ գնացքով եւ ես ուզում եմ որ սա արձանագրվի այնտեղ խոսեցինք նաեւ որ գուցե մեր բիզնեսի մոտ մի քիչ հորետեսություն կա եւ այլն եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հավաստիացրին որ այդ ճանապարհը չի փակվելու եւ այդ ճանապարհը բաց է եւ վերահաստատեցին որ հայկական բիզնեսը տնտեսվարողները արտահանման համար կարող են օգտագործել Ադրբեջանի երկաթուղին սա կարծում եմ շատ էական եւ պատմական արձանագրում է որտեղ 90-ականներից այս կողմ առաջին անգամ է նախորդ տարի որ Ադրբեջանի տարածքով գնացք է մուտք գործում Հայաստանի Հանրապետություն հիմա Վրաստանի տարածքով իհարկե նաև հետագայում երկաթուղային նախագծեր իրագործելուց հետո նաև այդպես նաև ավտոճանապարհները կբացվեն առաջիկայում կարծում եմ կլինեն այդպիսի զարգացումներ հիմա մենք աշխատում ենք դետալների վրա Հասկանալի է եւ թրիփի շարունակականության